Շնորհակալություն, պարոն վարչապետ, իմ հարցը վերաբերում է Հայաստանի էլեկտրական ցանցերին։ Ռոմանոս Պետրոսյանը օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել էր, որ կա որոշում 100%-անոց պետականացնելու մասին։ Կխնդրեմ նշեք, թե այս գործընթացի հիմքում ինչ հաշվարկներ կան, ինչպիսի ծանրաբեռնվածություն կլինի բյուջեի վրա, մանավանդ որ թոշակների բարձրացմամբ կան կարծիքներ, որ դրանք դա ռիսկային քայլ էր բյուջեի համար։ Այդ որոշումը ընդունվել է ընկերության շուկայական արժեքի փորձագիտական քննարկման եւ եզրակացության արդյունքում նախնական ցավոք ընկերության եւ կրիտիկական ենթակառուցվածքների իմաստով բարեբախտաբար բյուջեի իմաստով մեծ ծանրաբեռնվածություն չի լինի բյուջեի համար, որովհետև այդ ընկերությունը այնքան է օգտագործվել նեղ անձնական նպատակներ գեներացնելու համար, այնքան է վարկային բեռով բեռնվել, ընդ որում վարկը վերցրել է ընկերությունը գոնե նախնական տեղեկություններով, ինչ որ պարոն Պետրոսյանը հասրել է կիսել, այսինքն ընկերության հաշվին վարկեր են վերցվել, տրվել մոտիկներին, ծանոթներին, ազգականներին առանց տոկոսի։ Այսինքն այդ ամեն ինչը բնականաբար իր շուկայական արժեքի նախնական ընկալումը նվազեցնում է եւ մեծ խնդիրներ չեն լինի բյուջեի հետ կապված։ Հաջորդ հարցը շատ հստակեցում։ Պարոն վարչապետ, երեք Վրաստանում հայտարարեցիք, որ տեսնում եք տարածաշրջանային եռակողմ համագործակցության անհրաժեշտություն Հայաստան-Վրաստան Ադրբեջան ձևաչափով եւ կոնկրետ ինչ ուղղություններով եք տեսնում այդ համագործակցության խորացումը, հատկապես փոխկապակցվածության, ենթակառուցվածքների, տնտեսական ինտեգրման առումով եւ արդյոք կան արդեն համաձայնեցված կոնկրետ քայլեր, շոշափելի պայմանավորվածություններ կամ նախաձեռնություններ, որոնք կարող են մոտ ապագայում գործնական փուլ մտնել։ Եվ խոսեցիք անվտանգության մասին, տարածաշրջանում մեր շուրջը կատարվող իրադարձությունները հաշվի առնելով, ինչպես է գնահատում Հայաստանի անվտանգային համակարգի ներկայիս դիմակայությունն ու արդյունավետությունը եւ ինչ փոխելու անհրաժեշտություն եք տեսնում։ Շնորհակալություն։ Ներողություն եմ խնդրում։ Անվտանգությունը շատ երբեք չի լինում։ Եվ հետեւաբար էդ էլ կա, որ մենք պետք է արձանագրենք, որ մենք չենք որևէ երկիր ակնհայտորեն տեսնում եք չի կարող օբյեկտիվորեն համարել, որ ինքը հասել է անվտանգության իդեալական կետին, որ զարգացնելու տեղ չկա, մեր դեպքում առավել եւս, որովհետեւ այդ ամեն ինչը ինչ որ մենք ունեցել ենք, ապրել ենք, վերապրել ենք, դա շատ երկարատև process է եւ այս փուլի ընթացքում ես կարծում եմ, որ մենք նախ շատ մեծ աշխատանք արել ենք, բայց շատ կարևոր է, որ ձեռք ենք բերել ռազմավարական գիտելիք, հարաբերություններ եւ պատկերացումներ, թե ինչպես է պետք հետագա աշխատանք շարունակել։ Իսկ տարածաշրջանի հաղորդակցության հետ կապված երեք ազգային ժողովում փորձեցի ավելի մանրամասնել, տեսեք, երբ որ մենք վերցնում ենք երեք մի աստղի, այսօր 50 ասեմ, լավ, 50 բեռնատարի մասշտաբով ենք նայում, պարզ է, որ կարող ընկալումը լինի, թե երեք երկրները 50 բեռնատարի համար ոնց պայքարեն, որ իրանց միջով անցնի, որ ինչ որ մի գումար ավել աշխատենք։ Բայց եթե խոսքը մենք հարցին նայենք 5000 բեռնատարի մասշտաբով, իսկ որ այդ 50,000 բեռնատարի 500,000 բեռնատարի պոտենցիալը կա, մենք կհասկանանք, որ Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի ենթակառուցվածքները եւ մի բան էլ ռազմավարական ներդրումով բավարար չեն այդ հոսքերը ապահովելու համար։ Եվ մենք պետքա ոչ թե մտածենք այս 50 բեռնատարը ոնց իրարից ստանենք, պետքա մտածենք 500,000 բեռնատարի համար ոնց Հարավային Կովկասը դարձնենք ամենագրավիչ, անվտանգ, արագ միջանցքը, որպեսզի բեռները այստեղով հոսեն, բոլորից բերելով տասնյակ միլիարդների օգուտներ, սրա մասին է խոսքը։ Եվ նույն, գիտեք, ինչի մասին ուզում եք, էներգետիկ, գազ, նավթ, ինտերնետ, ուղևորափոխադրում, օդային, երկաթուղային, ցանկացած ամեն ինչի մասին ասա։ Եվ ես
ընդ որում ես ուրախ եմ, որ ես զգում եմ, որ մեր ընկալումը սկսում է փոխվել, այդ այն դեպքն է, ենթադրեք մի տարի առաջ ուրիշ բան էիք ասում, եւ ուրախ եմ, որ մեր գործընկերների հետ արդեն այս թեմայով խոսակցությունը սկսելու նախանշաններ կան, ինչ շատ մեծ հաջողություն։ Դե չէ, չնայած տրիպը արդեն համաձայնեցված քայլ է, որովհետև տրիպը իրականում երեք Վրաստանում այդ թեմայի մասին էլ ենք խոսում։ Ի վերջո եկեք չմոռանանք, որ տրիպը խաղաղության խաչմերուկի մաս է, եւ իհարկե ես հույս ունեմ, որ Իրան Իսլամական Հանրապետության շուրջ հնարավորինս արագ կայունությունը եւ խաղաղությունը կվերականգնվի, բայց օգոստոսի 8-ի համաձայնությունների արդյունքում Պարսից ծոց, Սև ծով գիծը պետք է աշխատի, որտեղ եւ Վրաստանը, եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը հավասար ներգրավվածություն ունեն։ Ու հավասարը էտել են չի մեկի տարածքում մի քիչ երկար, մյուսի տարածքում մի քիչ կարճ, նկատի ունեմ ներգրավվածության առումով։ Մի ճշտում պարոն վարչապետ, եթե կարելի է ներողություն։ Վրաստանի հետ կապված է հարցը ճշտելու համար ներողություն եմ խնդրում նաև գործընկերոջից։ Շնորհակալություն, շարունակելով երկաթուղու թեման, պարոն վարչապետ, տեղեկություններ կան, որ Քաթարը եւ Քուվեյթը ստանձնել են, նախնական համաձայնություն կամ քննարկման դաշտ են եկել հայկական երկաթուղին կառավարելու հարցի շուրջ, արդյոք դա համապատասխանում է իրականությանը թե ոչ, եւ երբ որ դուք ասում եք դրական ազդակներ կան Մոսկվայի հետ բանակցություններում, ձեր առաջարկից ՔՊ-ում արված հայտարարությունից 1 կամ 2 օր հետո Շոյգուն հայտարարեց, որ հայկական երկաթուղին մեկ գիշերում կփլուզվի, եթե կառավարումը մեր ձեռքից վերցնեն։ Այս առումով կարող եք հստակեցնել, հիմա ի վերջո կա իրենց կողմից համաձայնություն տալու թե չտալու, եւ եթե դա Հայաստանի սեփականությունն է, ինչով է պայմանավորված այս քննարկումների շարքը, միանգամից պայմանագիրը թույլ չի տալիս հետ վերցնել, հաշվի առնելով, որ օրինակ պետք է Հարավկովկասյան երկաթուղին կատարել ստանձնած պարտավորություններ ուներ, որոնք չի կատարել եւ դա ինքնին պայմանագրի խախտում է։ Եվ մեկ հարցել, պարոն Փաշինյան, արդյոք կարողանում է Նիկոլ Փաշինյանը պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Դուք 2019 թվականին ասում եք Հայաստանում օլիգարխներ չկան, խոշոր սեփականատերեր են, բայց 5-6 տարի հետո հայտարարում եք, որ օլիգարխների ճանապարհը փակվելու է առաջիկա ընտրություններով։ Հիմա եթե օլիգարխներ չկան, դուք ում դեմ եք պայքարում։ Դե Հայաստանում չկան, ուրիշ տեղից կգան, էլ ինչ ա եղել, ակնհայտ չի։ Ինչ վերաբերում է ձեր մյուս հարցին, տեսեք, առաջին ռեակցիան մի բան է, երկրորդ ռեակցիան ուրիշ բան է, երրորդ ռեակցիան ուրիշ բան է, չորրորդ ռեակցիան ուրիշ բան է, արդյունքը ուրիշ բան է։ Իհարկե Հայաստանի Հանրապետության սեփականությունն է երկաթուղին, եւ իհարկե Հայաստանի Հանրապետությունը կարող է ուղղակի խզել եւ չեղարկել պայմանագիրը։ Մի րոպե, բայ այդ եմ ասում, մեզ պետք չի որ դա գնալ ինչ որ բանի սուր խոսակցության կոնֆլիկտի տրամաբանությամբ։ Մենք ուզում ենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ հաղորդակցվենք, խոսենք, քննարկենք, վատ բան ենք անում։ Պայմանագիր խզել, ասենք, միշտ էլ պայմանագիր խզելը վատ բան է։ Պետք է պայմանավորվել, պետք է խոսել, ինչի մենք ես էլ եմ ասում, մեր միջպետական հարաբերությունները, մեր այդ թվում մեր անձնական հարաբերությունները այն թույլ չեն տալիս եւ ընդհակառակ թույլ չեն տալիս, որ մենք գնանք այդ ճանապարհով, դրա նպատակն ու իմաստը ես չեմ տեսնում եւ ընդհակառակը մեր հարաբերությունները թույլ են տալիս, որ մենք հանգիստ, բարեկամական, ընկերական խոսենք։ Էլի հարց տվեցիք, բայց չի հասցրեցի արձանալ։ Դրա համար խնդրում եմ մի հարց տվեք, որ կարողանամ պատասխանել։ Գիտեք ինչ, հիմա թեման կա, գիտեք տարբեր գործընկերների հետ կարող ենք քննարկել։ Մի սկզբունք կա, որը մենք կարծում ենք, որ ճիշտ սկզբունք է։ Այնպիսի երկիր կամ ընկերություն կամ երկրի ընկերություն լինի, որը եւ Հայաստանի հետ ունենա նորմալ լավ հարաբերություններ, եւ Ռուսաստանի հետ, որպես թեման չսրվի, այսինքն էլի չդառնա դրի ուրիշ դաս։ Ես հիմա չեմ կարող ասել ոչ մի բան, որովհետեւ աշխատանքային մակարդակում է ամեն ինչ։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, մի քանի օր առաջ Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրվեց, բայց կարծեք թե չպարզաբանվեց խոսքը ինչի մասին է։ Խնդրում եմ մանրամասնեք, ինչ
Պարոն Փաշինյան, երեկ Արման Թաթոյանը փաստեր ներկայացրեց, որ ադրբեջանական զորքերը օկուպացրել են Հայաստանի նոր տարածքներ, ներխուժել են Ջերմուկ եւ Վարդենիս նոր դիրքերի նա փաստեր ներկայացրեց արբանյակային լուսանկարներով ըստ էության երեք մենք տեսանք, որ Պաշտպանության նախարարը հերքեց ըստ էության, բայց փաստեր չկան, այսինքն մենք տեսանք մի իրավիճակ, երբ մարդը փաստերով ներկայացրեց լուսանկարներով, որ տեղի է ունեցել ներխուժում, մյուս կողմից ուղղակի լսեցինք հայտարարություն, որ չկա նման բան, կխնդրեի սրան ոնց եք դուք ապացուցում, որ չկա նման բան, եւ երկրորդ հարցս ինչու եք դուք եւ ձեր թիմակիցներ այս նախընտրական փուլում սպառնում հայ ժողովրդին, որ եթե ձեզ չընտրեն, պատերազմ կլինի։ Այսինքն սա ինչ է, շանտաժ է, վարչական ռեսուրսի չարաշահում է, ինչ կարող ենք սրա անունը դնել, երբ որ Facebook-ում ձեր թիմակիցների հասցեին մեկը մի բան է, ստատուս է գրում կամ մեկնաբանություն, դա մեկնաբանում եք, որ սպառնալիք կար եւ քրեական գործեր են հարուցվում, հիմա դուք հայ ժողովրդին սպառնում եք պատերազմով, ֆիզիկական ոչնչացմամբ, այսինքն փաստացի, արդյոք չպետք է գնահատականի արժանանա նաեւ ձեր եւ ձեր թիմակիցների այս արարքը։ Շնորհակալություն։ Հայ ժողովրդին ոչ մեկ չի կարող սպառնալ եւ առավել եւս մենք, որովհետեւ մենք հայ ժողովրդի ներկայացուցիչներն ենք լեգիտիմ։ Մենք կարող ենք մեր ժողովրդի հետ կիսել այն տեղեկությունները եւ եզրակացությունները, որոնք մենք արել ենք։ Ինչ վերաբերվում է ձեր հարցին, Պաշտպանության նախարարը հայտարարություն է արել, այդ հայտարարությունից հետո ես որևէ բան ավելացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Ես նոր պատասխանեցի ձեր հարցին։ Ես նոր ձեր հարցին էի պատասխանում։ Դուք մենակ ձեր հարցերն եք լսում։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Հաջորդ հարցը